Հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, գործար Ալիքը շարունակում է աշխատել Meridian Expo կենտրոնում, Digitech-յան երրորդ օրն է եւ մեր տաղավարում այս պահին հյուրընկալել եմ High-Speech AI հիմնադիր Լևոն Հախոյանին։ Լևոն ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուզում եմ մեզ պատմեք ձեր ստարտափի մասին, քանի որ այն շատ պետքական, կարեւոր է։ Ես մի փոքր նախազրույց ունեցա ձեզ հետ, դուք պատմեցիք, ուզում եմ մեր հետևող մարդիկ նույնպես իմանան, թե ինչ նորարար լուծումներ ունեք դուք։ Շատ բարի, մենք սկսել ենք մեր ստարտափը մոտ 2.5 տարի առաջ, գաղափարը առաջացավ նրանից, երբ մի օր նկատեցի, թե ինչպես է լրագրողը խմբագրում հարցազրույցի նյութը ու ինքը ձեռքով էր անում այդ, այդտեղ հարց առաջացավ, շփվեցի իր հետ, ասում ես մեր դարաշրջանում, տեխնոլոգիաների դարաշրջանում, արհեստական բանականության, արդյոք չկա այնպիսի լուծում, որի միջոցով հնարավորինս սղագրել դա ավտոմատացնել այդ process-ը, բանից պարզվեց ինչ որ լուծումներ կային մեծ ընկերությունները Google-ը մյուսներն էին առաջարկում, բայց դա բավարար չէր եւ ստիպված մարդիկ ձեռքով էին գրում, այդտեղից առաջացավ product-ը ստեղծելու գաղափարը եւ 2.5 տարի առաջ սկսեցինք, 3-4 ամիս առաջ production են գնացել, հիմա ունենք բազմաթիվ գործընկերներ ունենք, այո, օգտվում են, feedback-ներ ենք ստանում շատ լավ. Որ ոլորտներից են հիմնականում ձեզ հետ համագործակցում։ Ոլորտները շատ բազմազան են, սկսած մանկավարժներից, երեխաներից, ովքեր որ փորձում են խոսքը տեքստի վերածել իրենց առօրյա դպրոցական միգուցե խնդիրներում, վերջացած մինչև մեծ ընկերություններով, որոնք ունեն customer support-ի բաժիններ, սոցիոլոգներն են շատ օգտվում, լրագրողներն են էլի շատ օգտվում։ Այո, մեր ոլորտի համար էլ հատկապես կարևոր է։ Այո, ձեր ոլորտի համար նույնպես կարող եք ժամեր տևողությամբ աուդիոն վերբերնել մեզ մոտ ու վարկյանների րոպեների ընթացքում ստանալ ամբողջ ծրագրությունը։ Այդտեղ սահմանափակումներ չունեք, օրինակ, եթե մեծ ծավալի է օրինակ ֆայլը, օրինակ 1 ժամ տևողությամբ, արդյոք հավելվածը խնդիրներ չունի այդ մասով, թե ամեն դեպքում անսահմանափակ հնարավորություններ ունեք։ Այս պահին սահմանաչափը 10 ժամ է, 1 աուդիոյի չափով, այսինքն 10 ժամ տևողությամբ աուդիոն կարող եք վերբերնել եւ ստանալ դրա սղագրությունը։ Ինչքան ժամանակ է տևում այդ սղագրության այդ տեքստը արդեն ստանալը։ Սղագրության դեպքում 1 ժամի համար տևում է մոտ 25 վայրկյան։ Այդքան կարճ։ Այո։ Իսկ ովքեր են թիմում աշխատում, ինչ մասնագետներ են աշխատում եւ արդյոք այս տարիների ընթացքում, երբ սկսել եք ստարտափը, թիմում էլ համալրում ունեցել եք ոչ միայն տեմպերի մասով զարգացման, այլ նաեւ թիմում։ Այո, ոնց որ շատ ստարտափներ, նույնպես որ իդեայի շուրջ մենակով սկսում ես, հետո գնում ես ընկերներիդ հետ ոգևորում, անդադ խոսում ես, պատմում ես, իրանք էլ ոգեշնչված միանում են թիմին, այս բան 4 հոգով ենք թիմում, 3-ս ինժեներ ծրագրավորման կրթությամբ ծրագրավորողներ ենք եւ մի հոգի էլ մարքեթինգի եւ վաճառքի մասնագետն է մեր։ Շատ լավ, շատ են մոտեցել ձեր տաղավարին, հետաքրքրվել են առհասարակ ինչ տպավորություններով են հեռանում։ Այո, շատ են մոտեցել եւ մենք ճիշտն ասած հաշվում ենք, թե քանի օգտատեր է մեզ մոտիկացել ու մենք վերցրել ենք մի թուղթ ու գծիկներ ենք դնում, թե քանի մարդ է մեզ մոտեցել եւ բավական մեծ թվերի մասին է խոսքը։ Կբարձրաձայնեք, եթե գաղտնի։ Միանշանակ կարող եմ ասել, մոտ 253 է եղել, այսօր մոտ 150 եւ 2 օր առաջ, առաջի օրը էքսպոյի մոտ 150 հոգի էլ առաջի օրն է եղել։ Ես ճիշտ եմ հասկանում, որ սա հավելված է, որը կարելի է ներբեռնել ու այդ հավելվածի հետ էլ անմիջապես աշխատել։ Այո, այս պահին վերջերս թողարկեցինք Android հեռախոսների համար նախատեսված հավելվածը, մինչև այդ հասանել էր կայքը, հիմա կարող եք օգտվել մեր ծրագրից եւ կայքի միջոցով եւ ներբեռնել High-Speech AI հավելվածը Android-ների համար, iOS համակարգի համար նույնպես մոտակա 2-3 շաբաթում պատրաստ կլինի եւ նույնպես կարողանաք օգտվել։ Այս փորձը որտեղից եք դուք վերցրել, հենց այն խնդիրները, որոնք տեսել եք հայաստանյան շուկայում, դա է առիթ դարձել հիմնականում, թե նաև տեսել եք, որ դրսի շուկաներում այս տարբերակով աշխատում են դարին համահունչ,
դա էլ է ձեզ ոգեշնչել, որ այս ճանապարհով գնաք։ Երկու դեպքն էլ իրականում, որովհետև մենք փորձում ենք համ հետևել թե միջազգային հարթակներում ինչ է տեղի ունենում, ինչ զարգացումներ է ապրում արհեստական բանականությունը եւ նաեւ հայկական շուկայում նույնպես, որովհետեւ մեր ծանոթների մեջ ու անձամբ մեզ նույնպես լիքը դեպքեր են եղել, երբ որ ուզեցել ենք հայերեն խոսքը փոխակերպել տեքստի կամ ավելացնել ենթագրեր վիդեոների վրա, այս վերջերս այդ գործիքն էլ ենք ստեղծել, որ կարող եք վիդեոն վերբերնել մեր կայք եւ վարկյանների ընթացքում ստանալ սուբտիտրները վիդեոյի վրա տեղադրված արդեն։ Եվ թե մեր ընկերների, մեր անձնական կարիքներից դրդվելով այս համակարգը ծրագիրը ստեղծեցինք, թե նաև միջազգային փորձը բերում է դրան, որ ոնց որ արհեստական բանականության դարաշրջան է գալիս ու այդ ինտերֆեյսը մարդ-մեքենա այդ communication interface-ը գնալով պետքա լավացվի ու սա առաջին լեյերն է այդ ամեն ինչի։ Այ ChatGPT-ի հետ աշխատողները շատ հաճախ են դժգոհում, ասելով, որ հայերենը լավ չի հասկանում եւ հայերենի մասով դեռևս մենք լավ մակարդակում չենք։ Ձեր հավելվածը արդյոք իսկապես կիրթ գրագետ հայերենին տիրապետում է եւ կարող են օգտվողները ասել, որ որևէ խնդիր երբևէ չի լինի եւ լիարժեքորեն թե կետադրական իմաստներով, թե շարադրական, շարահյուսական իմաստներով ամեն ինչ կատարյալ է։ Չնայած միշտ կատարյալ լինելու ձգտումը պիտի լինի եւ երբեք 100%-ով չի լինում, բայց ամեն դեպքում ձեր այս պահի իրավիճակը կուզեմ նկարագրեք։ Այո, մեր դեպքում մենք կետադրում ենք, փորձում ենք հնարավորինս ավելի ճշգրիտ կետադրել արդեն իսկ տեքստը, ելնելով նրանից, թե առոգանություններից, ձայնային ելևէջներից եւ ամեն ինչից, բայց անվանել իդեալական, հաստատ իդեալական չի, բայց մենք օր-օրի շարժում ենք ել ավելի լավարկելու այդ ճշգրտությունը եւ կարծում եմ մեր օգտատերերը կարող են իրենք ներկայացնել, վկայել նրա մասին, որ մեր շատ քանակի օգտատերերը եւ բավարարված օգտատերերը կարող են վկայել, որ բավականին լավ է գործիքը աշխատում։ Այդ Digitech-ին մասնակցությունը ինչ հնարավորություն է ձեզ տվել, ոչ միայն այցելուների իմաստով, առհասարակ համագործակցելու իմաստով, արդյոք կարողացել եք այդ հիմքերը գծել նոր համագործակցությունների համար եւ առհասարակ այստեղ մթնոլորտը ինչ հնարավորություն է ընձեռում ստարտափներին։ Մենք անցած տարի առաջին անգամ ենք High-Speech AI մասնակցում, այն ժամանակ ոնց որ նախորդ օրը հասցրել ենք մի հատ ուճուրիկ կայք ենք սարքել, որ բերենք այստեղ մարդկանց ցույց տանք իրականում ինչ է ու մարդկանց հետաքրքրվածությունը այս product-ի նկատմամբ մեծ շատ ոգևորեց, որ ել ավելի գնանք առաջ, ել ավելի զարգացնենք, ել ավելի ընդլայնվենք եւ ինչա մեզ տալիս ամենակարևորը առաջինը այդ արձագանքներն են, ֆիդբեքներն են ռեալ մարդկանց, ռեալ բիզնեսների, ովքեր որ մեր պոտենցիալ օգտատերերը կարող են դառնալ կամ մեր օգտատերերն են ու շատ լավ կարծիքներ ենք լսել այս ամենի մասին ու մենք իրականում չենք էլ պատկերացնում, որ մարդիկ կարող են ասենց անկեղծ ձևով այսքան լավ դրական էմոցիա տալ մեր այս product-ից, որ ներկայացնում են պատմեն ինչպիսին է, դա մեզ շատ ոգևորում է, շատ ուրախ ենք։ Ինչ նորություններ եք ուզում ավելացնել հավելվածում։ Հավելվածում, ինչպես արդեն նշեցի, Android-ի համար նախատեսած հավելվածը կլինի շուտով, ավելացնելու ենք նոր գործիքներ, iOS-ի կներեք, iOS-ի համար, այո, եւ ավելացնելու ենք նոր գործիքներ, արդեն որ տարբերակման համար, որպեսզի աուդիոից ստանանք խոսացող 1, խոսացող 2, խոսացող 3, այդ անտարանջատում լինի խոսնակների եւ մի շարք այլ գործիքներ, որոնց մասին այս պահին կուզենամ չասել, թող անակնկալ լինի մեր յուզերների համար։ Մի հարց էլ է հետաքրքիր, միայն հայալեզու է աշխատում հավելվածը, թե այլ լեզուների հնարավորություններ եւս ընձեռում եք։ Այս պահին համակարգը աշխատում է միայն հայերենի համար, բայց պլանավորում ենք ավելացնել 10-15 հիմնական լեզուները, սկսած անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, ֆրանսերեն, մնացած լեզուներ նույնպես։ Նոր մասնագետների ներգրավման կարիք ունենալու եք վստահաբար։ Միանշանակ, զարգացման հետ զուգահեռ թիմը 4 հոգանոց թիմ, որը ամեն ինչ փորձում է անել, որտեղ մենք բոլորս ով ինչով կարողանում է, ոնց որ ցանկացած ստարտափում, ինչով կարողանում է իրար օգնելով այդ ստարտափը առաջ ենք տանում, բայց միանշանակ զարգացման հետ զուգահեռ նոր մարդկանց, նոր մասնագետների կարիք կզգացվի
եւ մենք միշտ բաց ենք համագործակցությունների համար նույնպես։ Մեզ լսողները, դիտողները կհետաքրքրվեն, թե արդյոք հավելվածը անվճար է, վճարովի է, ինչ տարբերակով եք դուք աշխատում։ Կուզեմ այդ մասով էլ ինֆորմացնեք եւ կամաց զրույցը ամփոփենք։ Այս բանը հավելվածը անվճար է։ Հավելվածը անվճար կլինի մինչև մայիսի 1-ը հաստատ, կես տարի անվճար եւ Այսքան ժամանակ անվճար եք աշխատել այս 2 տարին։ Այո, մենք 4 ամիս առաջ ենք launch արել production ու այդ 4 ամիսն էլ անվճար եղել, հիմա էլի կես տարով անվճար ենք տալու, դրանից հետո արդեն ինչ որ սակագնային պլանների մասին արդեն կխոսենք, բայց կթողնենք նաև անվճար տարբերակ այն մարդկանց համար, ովքեր փորձում են իրենց անձնական կարիքների համար օգտագործել այս ծառայությունը, որպեսզի լայն հանրությանը հասանելի լինի։ Լևոն ջան, վերջում կուզեմ ինձ ասեք, թե որպես ստարտափ ինչպես եք պատկերացնում ստարտափերի զարգացումը Հայաստանյան շուկայում, ինչ հնարավորություններ ունի ու ինչն է պակասում ավելի մեծ քայլերով առաջ գնալու։ Հայկական շուկայում ստարտափ էկոհամակարգը վերջի տարին բավականին զարգացել է։ Հիմնական խնդիրը, որին մենք ինքներս էլ բախվել ենք ու որը հիմա էլ կա, բայց այդ խնդիրը գնալով փոքրանում է, դա օրինակ հենց արհեստական բանականության մեջ ռեսուրսների պակասն է, GPU-ների այսպես ասված, ու որպեսզի ստեղծենք մեծ մոդելներ նամանավանդ, անհրաժեշտ է բավականին մեծ ռեսուրսներ, GPU-ական ռեսուրսներ, որը որ պակասը իրոք կա, բայց գնալով կարծում եմ փոքրանում է դա։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Մեզ հետևողներին ուզում եմ հիշեցնել, որ իմ զրուցակիցը Լևոն Հախոյանն էր, Հայ Speech AI-ի հիմնադիրը։ Շարունակեք հետևել Գործար ալիքին, այսքանը կհանդիպենք